Հայաստանը կորցրել է անկախ պետականության հատկանիշները։ Ինչու ձեզ չգնահատեցին։ Չէ, դե այդ հարցը ինձ չպետք է տակ, մենք ոչ մեկի գնահատականի կարիք չունենք։ Շահերը թելադրում են Իսրայելին ունենալ լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Արտաքին տերերի կամքը ու իր անձնական իշխանությունը այսօր նույնացված է։ Քաղաքականության մեջ տենց պատահում է, մի հատ ուրիշ դրակոն գալիս է։ Այս մեկին ծնել եք, մի հատ էլ ծնեք, թող սրան։ Մենք ոչ մեկին չենք ծնել։ Այդ ժամանակ պետք է մարդկանց մեկից հանել փողոց, վճռական ես, հետևողական ես, վստահ ես, երաշխավորում ես, վերցում մանդատները։ Նույն Ծառուկյանի 5 մանդատի համար պետք է կռիվ տալ ոչ թե որովհետև մենք բեսանց սիրում ենք Ծառուկյանին։ Ես վստահ եմ, այդ ոչի շարժումը կկայանա։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը Լևոն Զուրաբյանն է, ողջույն Լևոն։ Բարև ձեզ։ Ինչ վիճակ է մեզ մոտ այսօր։ Ինչ օրեր ենք մենք ապրում եւ արդյոք ինչ որ հույսեր ունեք, որ իրավիճակը կարող է փոխվել։ Դե եթե ուզում եք շատ ընդհանրական մոտենալ, ես կարծում եմ, որ ամենաադեկվատ բնորոշումը, որ այսօր կարելի է տալ Հայաստանում ստեղծված իրավիճակին, դա այն է, որ Հայաստանը այսօր անցել է լրիվ արտաքին կառավարման։ Արտաքին կառավարման նկատի ունեք Բաքվի եւ Անկարայի կառավարման։ Բաքվի, Անկարայի, նաեւ արևմուտքի կենտրոնները բնականաբար չեն կարող արմասը լինել, Իսրայելն էլ իր ազդեցություն ունի այս process-ների վրա։ Այսինքն այսուհետ այնինչ տեղի կունենա Հայաստանում, տեղի կունենա որպես գեոպոլիտիկ, հա, աշխարհաքաղաքական ինչ-որ զարգացում, սա այլևս Հայաստանի հետ կապ չունի։ Սա լուրջ պրոբլեմ է, որովհետև ըստ էության Հայաստանը կորցրել է անկախ պետականության հատկանիշները։ Այսուհետև իդեմս կեղծված ընտրություններով Հայաստանում դրված խամաչիկ Նիկոլ Փաշինյանի արտաքին աշխարհը ունի իր կառավարումը։ Տեսեք, մինչև օգոստոսի 2-ը մենք կարող ենք ասել գործող իշխանություններ։ Օգոստոսի 2-ից, երբ պետք է ձևավորվի նոր ազգային ժողովն արդեն եւ կառավարությունը կազմելու գործին անցնենք, արդեն այն ժամանակ կարող ենք ասել ոչ լեգիտիմ իշխանություններ, եթե սահմանադրական դատարանը որևէ որոշում չկայացնի։ Ֆորմալ նյուանսները ինձ այդքան էլ չեն հետաքրքրում, թե երբանից կարող ենք իրանց ոչ լեգիտիմ համարենք, այն պահից, երբ որ իրանք կեղծեցին ընտրությունները, իրանք դարձան։ Սահմանադրական դատարանի հետ ինչ որ հույսեր կապում եք, դրանք կարող են գոնե մասամբ արդար որոշում կայացնել։ Անկեղծ ասած, շատ դժվար է պատկերացնել, որ 8 տարի Նիկոլ Փաշինյանը կառուցած լինի այս համակարգը, ընդ որում հետևողականորեն իշխանության լծակները հավաքելով իր ձեռքը, եւ դա կապված է տեղական ինքնակառավարման մարմինների հետ եւ ասենք այնպիսի մարմինների հետ, ինչպիսիք են ասենք սահմանադրական դատարանը կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննչական մարմինները կամ ԲԴԽ-ն եւ այլն եւ այլն, այս մենք տեսել ենք, չէ՞, 8 տարվա մեջ ինքը զբաղված ա եղել այս։ Ըստ ինչու են այդ մարմինները իր նմանությամբ հավաքելու այդ կառույցները, որ դուք նշում եք, դրանց ղեկավարները, դրանց աշխատողները ինչու են նրանք լսում Նիկոլի անօրինական հրամանները։ Ինչու են կատարում այդ հրամանները։ Ինչու։ Որովհետև վստահ են, որ ավելի շատ կպատժվեն, եթե չկատարեն այդ։ Ինչ պետք է պատժվեն, պետք է պատժվեն, եթե կատարեն։ Պաշտոնը կորցնեն եւ աշխատավարձը։ Բայց այն ինչ որ դրանք անում են համատեղ Փաշինյանի հետ, դա դրա համար ավելի ուշ, հա, մի քիչ ուշ հետո ավելի լուրջ պատասխան են տալու։ Որ մարդիկ կան ու շատ են, որոնք կարող են հանուն իշխանության, իշխանական լծակների ազդեցության, հարստության։ Չէ, կան մարդիկ, որ բնականաբար Հայաստանում հատկապես, բայց չէ որ իրենք հասկանում են, որ իրենք գնում են ակնհայտ անօրինական գործողությունների, ընդ որում on-line ռեժիմում, երբ բոլորը տեսնում են կոնկրետ այդ մարդկանց, նրանց զբաղեցրած պաշտոնները, անուն ազգանունները եւ այլ, այսինքն հետո այդ մարդկանցից կոնկրետ պատասխան են ուզելու։ Հասկանում եմ։ Հիմա մի խնդրանք ձեզ, թույլ տվեք գոնե նախադասությունները ավարտեմ։ Մենք ուղղակի քիչ ժամանակ ունենք, որտեվ քիչ ունենք։ Այդպես ստացվեց։ Ուզում եք բան անենք, հետո փորձենք դինամիկ ավելի խոսել, օքեյ, կներեք։ Չէ, ուղղակի խնդրում եմ գոնե մտքերը տենց անավարտ վիճակում չթողենք։ Բա ասում եմ, այո, 8 տարի մարդը աշխատել է դրա վրա, որ կառուցի այդ համակարգը,
բոլորին իր ենթակայության տակ վերցնի։ Դրա համար եթե հիշում եք օրինակի համար Վանաձորը, Գյումրին, երբ որ եւ այլ քաղաքներ, երբ որ ընտրվել է անդիմադիրը, նա անմիջապես ձերբակալվել է։ Հիշում եք Փարաքյարի դեպքերը, երբ որ նոր ընտրված անդիմադիրը սպանվեց։ Իսկն այս մարդիկ զբաղվել են այդ գործով։ Հետևողականորեն 8 տարի զբաղվել են, քննիչներ են նշանակել, իրանց ուզած այդ ամբողջ այդ իրավապահ մարմինները նա կառուցել է, ստեղծել է մի հատ համակարգ իր ռեպրեսիվ ռեժիմի համար։ Նախապատրաստել է նաև այն պահը, երբ որ ինքը կկորցնի ժողովրդի վստահությունը եւ ստիպված կլինի կեղծել ընտրությունները։ Ինչ այդ պահը եկավ 2026 թվին եկավ այդ պահը, ինքը դա արեց։ Հիմա էսա, այսինքն բայց դեռ կապելով իմ միտքը իմ առաջի ասած մտքի հետ, որ Հայաստանը արտաքին կառավարման տակ է գտնվում, ինքը ինչու է կարողանում դա անել։ Ցանկացած բռնապետությունը, անգամ նման բռնապետիկի բռնապետությունը պետք է ունենա որոշակի արտաքին աջակցության ռեզերվ։ Ինքը ունի հիմա դա։ Իրան հիմա հանուն գեոպոլիտիկ պլանների, որը ինքը արդեն պատրաստ է սպասարկել, տվել են այդ կանաչ լույսը, այդ հավանությունը տվել են, որ ինքը կարող է հանգիստ ոտնահարի սահմանադրական նորմերը, օրենքները, ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատությունները եւ անի են ինչ որ անում է։ Լևոն, տեսեք, ես հասկացա ինչ եք դուք ասում, կարծում եմ միտքն ավարտեցիք։ Ուզում եմ միայն մեկ հարց տալ ընտրությունների մասին եւ գնանք առաջ, թե ինչ է մեզ սպասում եւ ինչ է պետք անել։ Մենակ մեկ հարց ընտրությունների մասին, դուք էլ մասնակցեցիք այդ ընտրություններին, որում առանձին կուսակցության տեսքով շատ քիչ ձայն հավաքեցիք, ինչը սպասելի էր։ Ես հիշում եմ նաեւ մենք այստեղ ենք դրա մասին խոսել։ Այնինչ դուք ասում էիք, չէին հասկանում ընդդիմության առաջնորդները, երբ գնում էին ընտրությունների։ Դա սպասելի չէր, որ Չէ, ամեն ինչ սպասելի էր։ Ես էլ ասում էի, եթե հիշում եք հենց ձեր հարցազրույցներում, որ առաջին անգամ է, որ Հայաստանում ակնհայտ, բացահայտ խաղադրույքներ են դրել ընտրություններում տարբեր գերտերությունների ղեկավարները, չգիտեմ, Տրամպը, Մակրոնը կոնկրետ ասում են, որ այս մարդը պետք է ընտրվի վարչապետ, Պուտինը ասում էր, մեր մարդկանց թողեք ազնիվ մասնակցեն։ Այսինքն առաջին անգամ աշխարհը դարձրեց Հայաստանի ներքաղաքական պայքարը կամ ընտրությունները մի հատ կռվադաշտ, որովհետև իսկապես հիմա մեծ պայքար է գնում տիրապետության համար այս ռեգիոնում եւ ընդհանրապես մեծ գեոպոլիտիկ պայքար է գնում տիրակալության համար աշխարհում եւ բանը գերտերությունները ակնհայտ միջամտեցին, ներխուժեցին մեր ներքաղաքական Ինչու գնաց դեպքում ընդդիմությունը մեր նման անկախական կուսակցությունները շատ քիչ շանս են ունենում, որովհետև պատկերացրեք, երկու կողմից գալիս են միլիարդներ, 100 միլիոններ դոլարներ։ Բայց դուք դրա մասին գիտեիք։ Գիտենք, բայց ինչու եք գնացել ընտրությունների։ Լռենք, չասենք ճշմարտությունը, ենթարկվենք այս։ Կարելի էր ասել առանց ընտրություններին մասնակցելու։ Չի կարելի ասել առանց ընտրություններին մասնակցելու ճշմարտություն, որովհետև քեզ ոչ ոք չի լսի։ Դες գոնե լսեցին։ Լսեցին, ավելին ասեմ, լսեցին։ Լսեցին։ Մենք գնացինք, ի վերջո մի մոռացեք, հանրային դեպատների գնացինք։ Այդ դրա մասին է ուզում ասել Լևոն։ Ասեք։ Ես հանրային դեպատները երբ որ նայեցի ձեր մասնակցությամբ, ինձ մի բան զարմացրեց, որ ակնհայտ էր, որ դուք նաև ձեր անցյալի փորձից որևէ ընկճվածություն չունեիք Փաշինյանի հետ շփվելուց, նրան հարց տալուց կամ նրան քննադատելուց եւ նաեւ ակնհայտ էր նրա վերաբերմունքը։ Ի տարբերություն մյուսների, չէ՞։ Ի տարբերություն մյուսների։ Ես ուղղակի զարմացա, որ ակնհայտ էր, հա, որ հենց այդպես էլ պետք է լինի, իմանալով թե ինչ ճանապարհ եք նաեւ միասին դուք անցել, ինչու ամեն դեպքում ընդդիմադիր մեծ ուժերը ձեզ հետ չգնացին ավելի սերտ համագործակցության, որ դուք առանձին չգնեք եւ նաեւ ինչ որտեղ ամենակիչը ինչ դուք ունեիք Փաշինյանի հետ տարբեր տարիների, տարբեր հարաբերությունների ունիկալ փորձ։ Ես կարծում եմ, այստեղ ավելի շատ կարևոր չէր Փաշինյանի հետ ունեցած փորձը, ավելի շատ Բայց դա ունիկալ այն, որ իրականում կներեք մի քիչ կարող է շատ մեծամիտ հնչի, բայց այնտեղ ասենք միջազգային բանակցությունների փորձ ունեցող երևի միակ մարդը ես եմ եղել, որ լուրջ բանակցությունների մասնակցել եմ եւ ընդհանրապես գիտենք
ամբողջ ընթացքը մեր պետականության այդ Ղարաբաղի խնդրի եւ այլն Նիկոլն էլ այդ փորձը չունի, մեր մեջ ասած։ Եթե փորձ ունի բաների, սայթակումների, ձախողումների, սխալների փորձ ունի, ուրիշ փորձ չունի։ Ինչու ձեզ չգնահատեցին։ Չէ, դե այդ հարցը ինձ չպետք է տակ, մենք ոչ մեկի գնահատականի կարիք չունենք, մենք կամ մեզ հետ համագործակցում են, կամ մենք առանձին ենք գնում կռվելու ու տենց էլ արեցինք։ Եվ ինչ է լինելու 5 տարի ունենալու ենք ոչ լեգիտիմ Բայց ես շնորհակալ եմ այդ գնահատականի համար, որ այդ դա ակնհայտ էր, դա շատ բանավեճում, որովհետև եթե հիշում եք նա ասում էր այ թող մի հատ գան առաջ նախագահները լեշները կփռեն բան եւ այն չէ, իրա ձևերով բաներով, ես էլ ասացի, լսի, մի հատ ձեռս ընկնես, ես քեզ կծեփեմ պատին։ Ինձ թվում է դա եղավ այդ օրը, իրան փրկեց մենակ են, որ այնտեղ 10, չգիտեմ, 5 ուրիշ մարդ էլ կար, թե չէ, եթե օրինակ դեբատը լիներ բան, սենց ասեմ, ինչ է լինելու, մենք 5 տարի ունենալու ենք ոչ լեգիտիմ իշխանություն։ Սենց էլ ծեփվեց պատին, ուզում ասեմ, ես իմ խոսքի տերն է այդ առնով։ Ինչ է լինելու այս առաջկա 5 տարիներում։ Նախ ինչի 5 տարի, մենք իսկապես բուրըն իրավիճակում ենք գտնվում, աշխարհաքաղաքական իրադարձությունների, որը կարող է կրճատի այդ 5 տարվա ժամկետը։ Բայց համաձայն եմ 5 տարվա ժամկետով խոսել, ես կարծում եմ մենք շատ թերագնահատում ենք իրականում իսկական բովանդակությունը կատարվող process-ների, մենք պետք է հասկանանք, որ գլխավոր process-ը, որի մեջ մենք հայտնվել ենք, դա աշխարհում գլոբալ տիրապետության համար պայքարն է եւ այն փոփոխությունը, որ տեղի է ունենում, երբ որ Միացյալ Նահանգները որպես հին լիդեր գտնվում են անկման մեջ եւ որպես նոր տիրապետության համար պայքարող նոր լիդեր Չինաստանը գտնվում է վերելքի վրա։ Այդ process-ը շատ երկար կարող է տևի, տասնյակ տարիներ, վերիվարումներով, ասենք Միացյալ Նահանգներին շատ հնարավոր է հաջողվի ինչ-որ էտապներում նորից վերահաստատել իր հզորությունը առանձին ռեգիոններում կամ ժամանակաշրջաններում եւ այլն, բայց մեծ հաշվով այդ process-ը Բայց մենք Չինաստանի հետ կարող ենք շատ բնական համագործակցություն ունենալ, շատ բնական դաշնակցային հարաբերություններ ունենալ, չէ՞, հաշվի առնելով նրանց թուրքալեզու այդ ույգուրների պատմությունը, հաշվի առնելով, որ դրանք կենտրոնական Ասիայում հենց Թուրքիայի հետ են լուրջ տնտեսական հակամարտության հետ։ Ավելի կոնկրետ անգամ հարցեր կան, ես ասում եմ, գնում է նավթային պայքար։ Իրականում Միացյալ Նահանգների եւ Չինաստանի գլխավոր կռիվը հիմա ամերիկացիք ավելի շատ կենտրոնանում են Չինաստանին նավթային այդ աղբյուրներից զրկելու ուղղությունների վրա, մեկը Վենեսուելան էր, Մադուրոյի օպերացիան, որ բան արեցին, կազմակերպեցին, որ նավթը հանեն, այդ մի բանը հաջողվել է, հիմա նավթը էլ Վենեսուելան ամենաշատ գազային պաշարներ Վենեսուելա, չէ՞։ Կուբային էլ Կուբայի վրա հիմա բլոկադա են մտցրել, չեն թողում նավթ մտնի։ Երկրորդ օպերացիան դա դիլներ Իրանը։ Եվ թվում էր թե շատ արագ կստացվի դա չստացվեց։ Երրորդ օպերացիան դա Թրիպն է, եթե հիշում եք։ Այսինքն նույն շարքում եք դասում Թրիպը։ Լրիվ նույն շարքում։ Այդ չափ կարևոր է Միացյալ Նահանգների համար։ Ինչի բացատրում եմ։ Ամենափայլուն ձևակերպումը տվեց ինքը Տրամպը, երբ որ ասաց, որ ես անվերապահորեն աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքը կառուցում է Թրիպը, որը թույլ կտա մեր հրաշալի ամերիկյան նավթային ընկերություններին հասնել դեպի կենտրոնական Ասիա։ Այսինքն դա էլ է այդ Ամերիկա-Չինաստան կռվի մեջ, որտեղ կենտրոնական Ասիան գտնվում է Ռուսաստանի ու Չինաստանի միջև, ու Թուրքիան էլ ունի մեծ ազդեցություն։ Եվ հիմա կառուցելով այս Թրիպը, մտնելով կենտրոնական Ասիա, նորից մի նավթային ռեսուրս փորձում են տանել Չինաստանի տակից։ Իսկ եթե Փաշինյանի տեղը մեկ ուրիշը լիներ, այդ բարդ խճանկարի մեջ կկարողանար ճիշտ քաղաքականություն վարելս ձեզ։ Իհարկե, մենք անգամ ճիշտ քաղաքականություն առաջարկել ենք։ Մենք ասել ենք, որ չի կարելի այս պայքարի մեջ ինչ որ մի ճամբարի կամ ինչ որ մեկի կողմը բռնել ու դառնալ այդ կողմի ձեռքում ըստ էության գործիք։ Դու դառնում ես գործիք անմիջապես։ Մենք հիմա դառել ենք գործիք,
Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի, Ամերիկայի ձեռքը։ Իսկ եթե չի հնարավոր չի բալանսը պահել, Եվրոպական միության ձեռքում դարձել են գործիք, որը դառնալով գործիք հակադրում է իր ջանքերը Չինաստանին, Իրանին, Ռուսաստանին եւ դա կարող է շատ վատ հետևանքներ ունենա, որովհետեւ այդ պետությունները դիմադրելու են, ինչ որ բան պատասխանելու են եւ արդեն խոսում են դրա մասին եւ ոչ բացահայտ բաներ են անում եւ դա ստեղծում է շատ մեծ լարվածություն Հայաստանի համար եւ ներքին քաղաքական կյանքի։ Իսկ կարող է լինել ռազմական գործողություններ Հայաստանի տարածքում հենց այդ հակամարտությունների տարաձայնությունների հետևանքով։ Հիմա տեսեք, 2 վայրկյան չի անցնում բանի համար, ասենք Իրանի համար որևէ պատճառով, ասենք Հորմուզի մի նավին խփեն կամ բացեն կամ ամերիկյան բազաներին խփեն, իսկ ինչը պիտի խանգարի նույն Իրանին խփել, ասենք թրիփի կառույցներին։ Այն որ Իսրայելը ճանաչել է ցեղասպանությունը ի վերջո։ Նու կառավարությունը ամենայն դեպս իրենց կնեսետը դեռ չի քվեարկել։ Լավ է թե վատ է Հայաստանի համար։ Դա մեծ հաշվով Հայաստանի համար ոչ մի նշանակություն չունի, որովհետև այս պահին դա ոչ մի Իսկ եթե ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները փչանան, այդպես բան չի լինի։ Այսինքն այնքան կարևոր է, որ մենք չենք հասկանում մի հատ շատ կարևոր բան կա, որ աշխարհը շարժվում է շահերով։ Իսկ շահերը թելադրում են Իսրայելին ունենալ լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ, որովհետև իր նավթի վառելիքի 50%-ը ինքը ստանում է Ադրբեջանից Թուրքիայի միջոցով։ Իդեպ ինչն է հետաքրքիր, որ այսքան թշնամությունից որ կա, հա, Իսրայելի ու Թուրքիայի միջև նավթը մեկաշարունակում է հոսել, հոսում է Թուրքիայի տարածքով, այսինքն Թուրքիան ցանկացած պահին կարող կրանը փակի, բայց ինքը չի փակում, ինչով իհարկե նաև առաջացնում է բավականին քննադատություն Իրանի կողմից եւ այլ իսլամական շրջանակների կողմից կարող է փակել, բայց չի փակում։ Եվ այստեղ կարծում եմ, որ այս Իսրայելի հետ այս Իսրայելի ճանաչումը ցեղասպանության, թեև հələ Քնեսեթը չի ճանաչել, բայց կառավարությունը արդեն այդ որոշումը ընդունել է, ինքը վկայում է մի բանի մասին, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները հասել են ինչ որ մի շատ չեմ ասի ոչ շրջադարձային, այսինքն բան չկա, no turning point չի, այսինքն ինքը իրենք կարող են ցանկացած բայի, այո։ Ինքը հələ դեռ լրիվ կամուրջները խզված բան չեն, քանդված չեն, վառված չեն եւ այլն, բայց թշնամության մակարդակը արդեն շատ բարձր է եւ դա հասկանալի է ինչի հետ է կապված, որովհետեւ հիմա մեծ պայքար է սկսել Թուրքիայի ու Իսրայելի միջև Սիրիայում ազդեցության համար, փորձել են թուրքերը Պալմիրայում կառուցել ավիաբազա, Իսրայելը դա թույլ չի տվել, խփել է, այսինքն թուրքական զինվորականների վրա եւ այլն, այնտեղ շատ բաներ են կատարում, որոնք քիչ հայտնի են, բայց այնտեղ սկսել է լուրջ հակամարտություն ազդեցության համար։ Աշխարհաքաղաքականը կներեք, Լևոն ջան։ Իսկ Իսրայելը, Թուրքիան ինչ որ իմաստով ավելի վախենալու է բանի համար, Իսրայելի համար, որովհետև ի տարբերություն Իրանի, որի նկատմամբ ամերիկացի կարող են ռմբակոծություններ անեն, չգիտեմ, որի հետ թշնամությունը 79 հակամարտությունը Թուրքիայի հետ կարող է այնպես անել, որ Ամերիկան կանգնի Թուրքիայի կողմը, ոչ թե Իսրայելի։ ՆԱՏՕ-ի անդամ է, այսինքն անգամ Իսրայելը չէ կարող այնց հարցակում։ Լևոն, մենք աշխարհաքաղաքականություն ուզում եմ մի կողմ թողնել։ Ոչ էլ կարող Ամերիկային բերի Թուրքիայի դեմ կռվի։ Հասկանում եմ։ Այդուամենայնիվ վերադառնանք մեր հարցերին, հենց հայաստանյան ներքին հարցերին։ Ես այսօր առավոտյան մի բան եմ մտածում, գուցե, չգիտեմ, միամիտ եմ դրա համար, եմ դրա մասին մտածել, բայց հասկանալով ինչ է կատարվում այդ թվում Հայաստանի շուրջ այն ամենը, ինչի մասին դուք քիչ առաջ ասացիք, ես մտածում եմ, լավ, Նիկոլը հիմար, երևի չի կարելի Նիկոլին հիմար ասել, որովհետև եթե ոնց դուք եք ասում ամբողջ այդ համակարգը կարողացել է կառուցել եւ կարողացել է իշխանությունը այսպես ամուր պահում է, թե ոչ լեգիտիմ իշխանություն, ուրեմն այնքան էլ հիմար չի, հա։ Նա չի մտածում, որ այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է Հայաստանի շուրջ, վտանգում է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլ նաև արդեն իր սեփական անվտանգությանը։ Եվ չի մտածում, որ կարելի է վեր կենալ, գնալ, ասել ես չեմ կարող։ Թե դա բացառվում է, թե դա Փաշինյանի մասին չի։
դրա համար մեծ խելք պետք չի, եթե երկիրը գտնվում է արտաքին կառավարման Այսինքն արդեն Փաշինյանը բան չի որոշում այս պատմության շատ բան ինքը ինչով է օգտակար այդ արտաքին ուժերի համար, ինքը ունի շատ լավ մանիպուլյացիոն ձիրք, ինքը կարողանում է Այսինքն իրեն ասում են, «Էսա պետք է անել», նա կարողանում է լվացումով զբաղվել եւ այլն, իրան իհարկե օգնում են դրա մեջ, իսկ կներեք հասկանալի է, երբ որ արևմուտքը կամ թեկուզ Ադրբեջանը, Թուրքիան, եթե կպնում են այդ գործին, որ Նիկոլի դիրքերը պետք է ուժեղացնել Հայաստանում, հավատացեք իրանք ունեն բազմաթիվ գործիքներ այդ բաները անելու, սոցիալական ցանցերը ներառյալ հազար մի այլ մեխանիզմներ, հետախուզական նաև։ Բայց իրենք չեն կարողացել, չէ, իրենց ուզածին հասնել, որովհետև չունի սահմանադրական մեծամասնություն եւ ըստ այդմ Հայաստանի սահմանադրությունը չի կարող փոխել, եթե մենք խոսում ենք իրավական գործընթացի մասին։ Բայց եթե սահմանական դատարանը Գայթ Ծառուկյանի այդ մանդատները վերադարձնի, դա էլ չի փոխում։ Այնուամենայնիվ Փաշինյանը ունենում է 3/5-ից ավել Բայց 2/3-ը չի ունենում, որը իրան ապահովում է գոնե բացարձակ իշխանություն Հայաստանում, բացարձակ, բայց չի կարողանում սահմանադրական հանրաքվե անցկացնել, կազմակերպել, հայտարարել եւ անցկացնել։ Չի կարողանում անցկացնել, բայց ես միշտ ասել եմ, որ մի քանի ճանապարհ կա դա անելու։ Մեկը դա հավաքագրումն է անդիմությունից, Գեգամ Նազարյանների ինձ հետ հարցազրույցում նույն Աննա Գրիգորյանն ասաց, որ եթե մենք հստակ որոշում ունենանք, որ վերցնում ենք մեր մանդատները, դա միայն սահմանադրական դատարանի որոշումից հետո պարզ կլինի, իրենք էլ դեռ չունեն այդ որոշումը, խոսում էր եւ իրենց ուժի եւ ուժեղ Հայաստանի մասին, եթե մենք վերցնենք այդ մանդատները, մենք անպայման պետք է երաշխավորենք, որ մեր падգամավորներից, մեր ուժերի падգամավորներից եւ ոչ ոք չի գնալու Փաշինյանի դաշտ։ Մի անգամ արդեն չեն երաշխավորել։ Նաև այդ դասից ելնելով էր ասում։ Դե հա, հասկացանք։ Հիմա ուզում եմ ասեմ, ոչ ոք երաշխիքներ չունի ու չի կարող ունենալ։ Okay, դա առաջինը, երկրորդը ինչ կարող են անել առանց սահմանադրական մեծամասնության։ Մի ճանապարհ էլ կա, փոխեն 220 հոդվածով, որը կարգավորում է սահմանության ընդունման կամ ինչպես կարող են փոխել, դա կարող են փոխել առանց ունենալով սահմանադրական։ Կարող են ինչ որ մի ռեժիմում դնեն այդ սահմանության այդ հոդվածի փոփոխությունը 3/5-ով տնեն հանրաքվեի, փոխեն այդ սահմանադրությունը, սահմանության այդ դրույթը փոխեն, հետո արդեն երկրորդ հանրաքվեն անցկացնեն։ Եվ դրան զուգահեռ Նիկոլա Անատոլյան գոռա, որ եթե սա չանենք, սեպտեմբերին մեզ դաժան պատերազմ է սպասում։ Իհարկե։ Ինքը այդ նույն ռեժիմի մեջ է, որտեղ արտաքին տերերը, այսինքն արտաքին տերերի կամքը ու իր անձնական իշխանությունը այսօր նույնացված է։ Դա նույն բանն է։ Այսինքն ինչ որ բխում է իր անձնական իշխանության ամբրապնդման շահերից, բխում է նաև իր արտաքին տերերի շահերից։ Ինչ որ բխում է արտաքին այդ գեոպոլիտիկ այդ տերերի շահերից, բխում է նաև իր անձնական իշխանության ամբրապնդման ռեժիմից։ Իսկ բացառում եք, որ օրինակ նույն Անկարան համոզի Ալիևին, Էրդողանը համոզի Ալիևին, որ այս իրավիճակում սահմանադրական հանրաքվեն այնքան էլ տեղին չի եւ շատ բարդ է, արի դու այդ պայմանագիրը կնքի խաղաղության Հայաստանի հետ, Փաշինյանի հետ, սահմանադրական հանրաքվեին հետո կանրադառնա։ Չի կարա։ Ինքը այնքան իրանք արդեն այնքան բան են դրել դիվանագիտական ջանք են դրել այդ ամեն ինչի մեջ, բացատրելու համար, որ անպայման դիսահմանությունը փոխվի, որ նոր մենք կարողանանք խաղաղության գանք, մա հետ ֆրացնել չի կարելի։ Հետո իրանք էլ հասկանում են ինչի համար են դա անում։ Նրանք ուզում են նաև Հայաստանը կոտրել որպես ազգային պետություն, որովհետև եթե դու հանում ես բազմաթիվ այլ քայլերի իթիվս, եթե նաև հանում ես անկախության հռչակագիրը սահմանադրության տեքստից, արդեն զուտ պետա իր բանը իրավաքաղաքական հիմքերի առումով հասկանալի չէ, ես ինչ պետություն է, ինքը ընդհանրապես իր անկախություն ստանալը ինչով է կարող իրենց մարտավարությունը փոխել հաշվի առնելով ընտրությունների արդյունքները, տեսնելով, որ Փաշինյանը նույնիսկ կեղծելով, նույնիսկ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելով ունի ընդամենը 49%։ Իրենք կարող են, չէ, իրենց եւ մարտավարությունը եւ ըստ էության նաեւ ռազմավարությունը փոխել։ Արդեն փորձել այդ ճիշտ կլիներ, եթե նպատակը լիներ խաղաղության հաստատումը, բայց նպատակը երբեք չի եղել խաղաղության հաստատումը։ Ալիևի համար նպատակը խաղաղության հաստատումը չի։ Ինքը ավելի գերադասում է, որ սկզբից անգամ առանց խաղաղության հաստատման թրիպը կառուցվի,
այսինքն Զանգեզուրի միջանցքը։ Իրանց համար ավելի կարևոր է Զանգեզուրի միջանցքը, ընդ որում ավելի լավ է էլի իրանց համար, որ այդ խաղաղության պայմանագիրը չկնքվի, որովհետև խաղաղության պայմանագրի կնքումը բերում է ճնշման լծակների սահմանափակման։ Ալիևին դա պետք չի։ Հակառակը ինքը ուզում է ինչքան հնարավոր է բաց պահել երկու պատճառով այդ բանը ճնշման լծակների հնարավորությունը։ Միշտ երբ որ պատերազմը ունես որպես մահակ բանի, դու ավելի ու ավելի շատ բաներ կարաս կորզես։ Եվ երկրորդը դու կամար կարող է մի հատ պահ գա, իրանք տենց մտածում են, կարող է մի հատ պահ գա, երբ որ ընդհանրապես հնարավոր լինի ամբողջ Զանգեզուրը գրավել եւ այդ հարցը լուծել։ Ինչի իրանք պետք է իրանց մտնեն այդ սահմանափակման միջազգային ինչ-որ նորմերի, բաների մեջ, իրանք այդ գաղափարը իրանք անցկացնում են, իրանք ասում են ախպեր 30 տարի մեզ մոտ օկուպացիայով են զբաղվել, մեր սա մոսկիտները քանդել են, էս են արել, այդ ինչ որ իմաստով մենք ռեպարացիա ենք պահանջում, ու այդ ռեպարացիան հենց այդ է, այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձի գաղափարն է։ Խնդրում եմ, էլի շատ կարճ պատասխանեք, մի քանի հարց ունեմ շատ կարևոր, ուզում եմ որ ձեր պատասխանը լսել։ Ինչ է անելու Պուտինը ասես։ Պուտինը համաձայն եք, որ ինքը վնասեց ընդդիմությանը իր հայտարարություններով։ Ոչ թե Պուտինը, այլ Ռուսաստանը գտնվում է բավականին բարդ իրավիճակում, որովհետև ակնհայտ է, որ առաջի սցենարը արագ պատերազմի չստացվեց անցան բանի այդ մաշման բանի attrition war-ի, այսինքն մաշման պատերազմի սցենարի, որը հիմա արդեն խփում են այլ, բայց դա էլ է արդեն պրոբլեմատիկ, դժվար է գնում եւ ես չգիտեմ, այս բանը շատ դժվար է կանխագուշակել, թե ինչ նոր ստրատեգիա կարող է կիրառի Ռուսաստանը։ Ցավոք սրտի այս պահին ես տեսնում եմ միայն էսկալացիա կոնֆլիկտի Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ, որը սենց որ շարունակվի բայց մենք կարող ենք ասել, որ բերի արդեն նաեւ միջուկային զենքի կիրառման։ Իսկ մենք կարող ենք ասել, որ այն իրավիճակում կրկին արդեն երկրորդ անգամ այս ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում հայտնվել Ռուսաստանը, որ բոլորովին կարևոր չէ իր համար ինչ է կատարվում Հայաստանում։ Չէ, ինչ անշանակում կարևոր չի։ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ իր ստրատեգիական շահերից բխում է իր ազդեցության պահպանումը Հարավային Կովկասում։ Դա կնայդ է, Հարավային Կովկասը կորցնում է, դա կորցնում է նաև իր ազդեցության լծակները իր սեփական հյուսային Կովկասի տարածքում, Ադրբեջանի միացումը ՆԱՏՕ-ին դառնում է շատ պարզ հեռանկար եւ ՆԱՏՕ-ի նավերը կարող արդեն լողան նաեւ Կասպից ծովում եւ այլն, սա Ռուսաստանի համար մահ է, շատ վատ սցենար է։ Հետեւաբար ինքը շատ կընդդիմանա նման սցենարին, բայց խնդիրը այն է, որ այսօր պարզ ստրատեգիա, թե ինչպես է հարցերին տիրապետել, չկա։ Ըստ երևույթին ես ենթադրում եմ, որ չնայած այդ ինչպես ասում են անքորիջի ոգին այլևս մեռած է, բայց այնուամենայնիվ երևի այս պահին ստրատեգիան այն է, որ ինչքան հնարավոր է շուտ գրավեն Սլավյանսկն ու Կրամատորսկը, եւ վերջացնեն պատերազմը Ուկրաինայում, հա, այդ բանի սահմաններին եւ հետո Հայաստանում շեղեն իրենց բնակչության ուշադրությունը։ Չէ, ոչ թե շեղեն հարստալով, չեմ ասում դա։ Հետո արդեն ազատեն իրենց ձեռքերը ու զբաղվեն նաև Հարավային Կովկասով։ Հա, բայց հասարակության ուշադրությունն էլ է շատ կարևոր, որովհետև Ռուսաստանում էլ հիմա ռուսաստանյան ներքաղաքական իրավիճակն այնքան էլ այսպես հանդարտ չի, որովհետև իրենք էլ ունեն մի քանի ամսից պետդումայի ընտրություններ։ Լավ, անցնենք թերևս ամենահաճախ հնչող հարցին, հա։ Դուք կարծում եք մանդատները պետք է վերցնել, թե ոչ։ Ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները։ Երկու սցենարի դեպքում առաջին սցենարը, եթե մասամբ բավարարում է ընդդիմությունների պահանջը եւ ասում է, օքեյ, Ծառուկյանից կուսակցությունը հավաքել է 4% եւ Ծառուկյանը ստանում է իր մանդատները։ Եվ երկրորդ սցենարը, երբ ասում է, սա էլ ենք ճիշտ արել։ Ուղղակի ինձ մի քիչ դուր չի գալիս այս պարտադրված տեմպը այս ինտերվյուի, որովհետեւ ես չեմ հարցնում։ Մի բան էլ ես պարտադրում եմ, Լևոն ջան, ձեր հաստատներին
ասենք մասնավորապես կապված Ռուսաստանի հետ։ Դա երկար թեմա է, բարդ։ Դրան առանձին կանդրադառնանք։ Բայց ուզում եմ ասեմ, եկեք մյուս անգամ պայմանավորվենք, որ պարտադրված տեմպերի մեջ ինտերվյու չենք անի։ Պայմանավորվեցինք։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր հարցին, մանդատների հետ երկու դեպքում էլ, եթե գնում է Ծառուկյանը ազգային ժողովը։ Ես կարծում եմ հետևյալը։ Եթե դու վճռական, հետևողական, գաղափարապես ուժեղ անդիմադիր շարժում ես, մանդատներ վերցնելը որևէ խնդրեմ չի, հակառակը օգնում է գործին։ Ոնց որ մենք արեցինք 12 թվականին, վերցրեցինք այդ մանդատները կեղծված ընտրությունների, բայց վերցրեցինք այդ մանդատները եւ շարունակեցինք կռիվը եւ սկսեցինք եւ փողոցում կռիվ տալ, դե մինչեւ աստեղային ժամը մենք մինչեւ 2015 թիվը կռիվ էինք անում եւ բավականին լուրջ շարժում էինք անում, մասնավորապես ընդդիմանում էինք համանրական հանրակրվեին, որը կարողացան անցկացնել մենակ 500,000 կեղծիքով եւ դա մեծ դժգոհություն առաջացրեց ամբողջ միջազգային հանրության մեջ ու ինձ թվում է այդ դարավ գլխավոր խնդրումը թուլության Սերժ Սարգսյանի ռեժիմի օգնեցիք Փաշինյանին գալիս դե գիտեք ինչ հիմա մենք ես կատակ եմ անում տենց անում մի դրակոնի դեմ կռիվ ես անում հետո գալիս է երրորդ դրակոնը ծնեք մի հատ գալիս է քաղաքացիական մեջ տենց պատահում է մի հատ ուրիշ դրակոն գալիս է այս մեկին ծնել եք մի հատ էլ ծնեք թող սրան մենք ոչ մեկին չենք ծնել մենք ընդհանրապես մեր գենետիկ բանը նաբորը դրակոնի հետ կապ չունի ուրիշ բան որ մենք կարող է պատահի ու կռիվ ես տալիս բան ես անում ուժերը մաշում ես ինչ որ մի պայքարում դրանից օգտվում է մեկ ուրիշը այդպես էլ մանդատները պետք է վերցնեն քաղաքացիական մեջ Հիմա, եթե դուք չշեղեիք, ես sense մանդատների մասին էի խոսում։ Մանդատները, ասում եմ, եթե դու վճռական քաղաքական ուժ ես, որը գաղափարապես ցեմենտում է իր կողմնակիցներին, մանդատները անպայման պետք է վերցնել գնալ կռվի մեջ։ Բայց եթե վախ կա, ու առաջի սիմպտոմները արդեն ես զգում եմ, որ լավը չեն, այսինքն որովհետև այն պահին, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ ինքը հաղթել է այն մեռած sense արտահայտություններով դեմքի որ զոմբիների դեմքով sense որ բան էին անում այդ ժողովրդին այդ գույժը հայտնում էին այդ ժամանակ պետք է մարդկանց մեկից հանել փողոց այդ բանը չարվեց հիմա ես չգիտեմ ես կարող եմ ենթադրել որ քանի որ մարդիկ նոր են քաղաքացիական մեջ ավելի շատ բիզնեսով են զբաղվել եւ այլն, իրանց պատկերացումները մի քիչ ուրիշ են եւ այստեղ պետքա իրենց առաջ այդ հարցը դնեն ու պատասխանեն։ Արդյոք իրենք կարող են վերցնել մանդատները այնպեսի սխեմայով, որ ոչ մի դասալիկ չլինի, չանցնի, ճամբարափող չլինի Սա մեկ եւ երկրորդը որ արդյոք իրենք պատրաստ են շատ կոշտ օգտագործել այդ մանդատները Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարելու, այդ ոչը ապահովելու, իր փորձերի դեմ սահմանադրությունը փոխելու, արդյոք իրենք պատրաստ են այդ ճանապարհով գնալ կոշտ պայքարի։ Եթե պատրաստ են, օքեյ, հասկացա, վերցնել մանդատները։ Եթե պատրաստ չեն, ես իրանց խորհուրդ կտայի Այդ մանդատը չվերցնել։ Այդ մանդատները չվերցնել, որովհետև այտենց մի քիչ ավելի ապահովագրված կլինեն այն սցենարից, որ Նիկոլ Փաշինյանը արհեստական ճնշումներով մանդատների թիվը ավելացում է։ Հիմա արդեն ունի 65, Սահմանադրական դատարանը չգիտեմ, դժվար թե բանանի, այդ խլի իրանից այդ 5 մանդատը, 65 մանդատը ունեն, հիմա այնպես չստացվի, որ մի իրան անհրաժեշտ 5 մանդատն էլ մատակարարվի այդ ուժից։ Դրա համար իմ բանը ֆորմուլան էսա կամ վճռական ես, հետևողական ես, վստահ ես, երաշխավորում ես, վերցրու մանդատները կամ մի վերցրու, եթե այլ ստրատեգիա ես ընտրում։ Ձեր կարծիքով մենք առաջիկա ամիսներին կտեսնենք համախմբված անդիմություն, այո կամ ոչ։ Ես կարծում եմ, որ խնդիրներ շատ կան, խնդիրներ շատ կան,
բայց մյուս կողմից մեր հանրությունը չի կարող պատահի այդ ինքնապաշտպանական բնազդը չունենա բանի դեմ, ասենք իր դեմոկրատական իրավունքների խախտման դեմ։ Նիկոլ Փաշինյանը զբաղված է անձնիշխանության դիկտատուրա հաստատելով։ Այսինքն այսօր ես հասկանում եմ մեր մի մասը հասարակության մտածում է դե լավ ում հետևից են գնում են Ծառուկյանի հետևից, այսինքն ինչա օլիգարխա, թալանչիա, չգիտեմ ինչա ում հետևից են գնում, այն մյուսն էլ է օլիգարխ, սա մարտի 1-ը արել, նա էս արել, եւ այլն, նորմալ է, դեմոկրատիայի համար վտանգ չկա։ Բայց չեն հասկանում, որ վտանգ կա։ Այսինքն դրանցից ոչ մեկը իմ աչքի լույսը չի, բայց ես համարում եմ, որ ասենք նույն Ծառուկյանի 5 մանդատի համար պետքա կռիվ տալ ոչ թե որովհետեւ մենք բեսամտ սիրում ենք Ծառուկյանին, այլ որովհետեւ դա Փաշինյանի կողմից խլված ու դիկտատուրայի կառուցմանը ուղղված մանդատներ են։ Այդ մանդատները իրան չի կարելի տալ։ Տալիս ես, պարտվում ես։ Այսինքն լինելու է համախմբում։ Այսինքն ես կարծում եմ, որ այս հուսով եմ եւ վստահ եմ, որ այս բնազդը հաղթել է։ Չնայած կորցրել են, մի քիչ իմունիտետ կորցրել են, արդեն չեն ոնց որ չեն հասկանում, որ մեր հանրության շատ լայր շերտեր չեն հասկանում, որ ախպեր դու վաղը կարող ես քո ազատությունները կորցնես, վաղը կարող է քո դռան հետևը կանգնեն այդ նույն մարդիկ, որոնք այսօր գնում են, ասենք, բանի հետևից, Աշոտյանի հետևից, Թևանյանի հետևից, չգիտեմ, ելում Արտուր Օսիպյանի հետևից եւ այլն, մի օր էլ քո հետևից են գալու։ Հիմա այս բանը եթե մենք կարողանանք արտնացնենք, այս առողջ ինստինկտը ազատության, ազատատենչության, ես վստահ եմ այդ ոչի շարժումը կկայանա։ Շնորհակալություն շատ հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։